Ինչու՞մն է կայանում հարցը։ Մենք այս օրենքի փոփոխությամբ ստեղծել ենք հնարավորություն այն քաղաքացիների համար, ովքեր որ ժամկետ էին բաց թողել նախկին հաշվառման ժամկետներով սահմանված, ունենան եւս մեկ հնարավորություն մինչեւ 21 թվականի օդային լուսանկարահանման իրականացումը կառուցած ինքնակամ կառույցները հաշվառել։ Սա ինչ է նշանակում։ Ընթացակարգային առումով հետեւյալն է, որ քաղաքացին ինքը, ես սրա վերաբերյալ post ունեմ մանրամասնարված, խնդրեմ նաև դրան հողում անել, քաղաքացին ինքը ինչպես պետք է հիշի կամ ինչպես պետք է համոզվի, որ օդային լուսանկարի վրա երևում է այդ օբյեկտը, թե ոչ։ Նախ եւ առաջ սեփական միջոցներ, նկար, հեռախոս եւ այլ, հետո բաց հասանելի աղբյուրներ կան, այդ թվում եւ օդային լուսանկարներ պարունակող, օրինակ Google Earth-ը եւ նմանատիպ ծրագրային փաթեթներ, որտեղ երևում է ըստ տարիների, թե ու կոնկրետ միավորը տեղում արկա է, թե արկա չէ։ Հաջորդ տարբերակը, որ պաշտոնական տեղեկատվություն կարող է հայցել կադաստրի կոմիտեից։ Առաջի քայլը համոզվել, որ օբյեկտը կառուցվել է մինչև այդ նկարահանման իրականացումը։ Դրանից հետո սեփականատերը պետք է գտնի որակավորված այնպիսի մասնագետ շուկայական ազատ պայմաններում, բանակցելով գինը եւ ընտրելով այն որակավորված անձին, ում հետ որ ինքը ուզում է աշխատել, որովհետեւ որակավորված անձը իրականացնի տեղում չափագրություն գույքի, շատ կարեւոր է, որպեսզի սեփականատերերը հետևեն չափագրողի կատարված աշխատանքներին բնության մեջ, համոզվեն։ Դեռ չեմ ավարտել, համոզվեն, որ աշխատանքները կատարվում են հավուր պատշաճի։ Չափագրումից հետո չափագրողը այդ փաստաթղթերը ներբեռնելու էլեկտրոնային համակարգ, որը տրված է, այսինքն սեփականատերը կառուցապատողը ավելի շուտ ինքնակամի չի վերցնելու որևէ թուղթ, որևէ տեղ գնա, որևէ գործողություն անի։ Ներբեռնվելու էլեկտրոնային համակարգ, դրա վերաբերյալ սեփականատերը պետք է ստանա SMS ծանուցում, որ ինքնակամի վերաբերյալ հաշվառման փաթեթը ներբեռնված էլեկտրոնային համակարգ, բայց սա դեռ չի նշանակում հաշվառում։ Հետագայում մենք արդեն մեր գործողություններով ստուգելու ենք օդային լուսանկարի վրա արկայությունը ներկայացված փաստաթղթերի ճշտությունը, հաստատելուց հետո օբյեկտը համարվելու է հաշվառված, որից հետո նոր քաղաքացին կարող է սկսել ինքնակամի օրինականացման գործընթաց դիմելով այն համայնքին, որտեղ որ գտնվում է ինքնակամ կառույցը։ Այսինքն կարևոր է նաև նշել, որ ինքնակամի հաշվառում չի նշանակում օրինական ճանաչված շինություն։ Հաշվառելուց հետո կա եւս մեկ գործընթաց, որ պետք է դիմել համայնքին, օրինականացման վերաբերյալ որոշում ստանալ, վճարումներ կատարել, այնուհետև ներկայացնել իրավունքի պետական գրանցման։ Սրա վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է 26 թվականի եւ եւս մեկ անգամ հորդորենք մեր քաղաքացիներին չսպասել վերջին օրը։ Եթե կա հնարավորություն այսօր այդ աշխատանքը անել, խնդրում ենք բոլորին հենց այսօր այդ գործողությունը իրականացնել։